Բարի օր հարգելի հեռուստադիտողներ, եթերում է մանկական լրատու լրատվական ծրագիրը և ցուցետ է Անահիտ Բադալյանը։ Այսօր մենք ամփոփելու ենք մանկականների ամենակարևոր իրադարձությունները, որոնք ծավալվել են այս մեկ շաբաթվա ընթացքում քաղաք Կապանում։ Իրական առաջնորդների կրթական կենտրոնի այս տարվա բացումը տեղի ունեցավ մայիսի 27-ին։ Տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը նշում է, որ դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ բավականին մեծ աճ է ունեցել։ Անցյալ տարի կրթական կենտրոնում սովորելու համար դիմել են 102 աշակերտներ, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 180-ի։ Ընդունվել նրանցից հաջողվել է միայն 62-ին, ուստի սկսում են տարվել նորանոր աշխատանքներ։ Կենտրոնը հանդես է գալիս էլ ավելի հետաքրքիր նախաձեռնություններով։ Սուսաննա Մարտիրոսյանը նշում է, որ այս տարի նրանք հնարավորություն կունենան համագործակցելու նաև World Vision կազմակերպության հետ, որի հետ մեկտեղ կկարողանան իրականացնել բազմաթիվ հետաքրքրաշարժ ծրագրեր։ Ծիածան կրթական կենտրոնում աշակերտները հնարավորություն կունենան պլանավորելու իրենց մասնագիտությունը, իսկ այն աշակերտներն, ովքեր ընտրել են արդեն իրենց հետագա մասնագիտությունը, կկարողանան ստանալ լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ և ինֆորմացիա իրենց մասնագիտության մասին։ Մեր կենտրոնում աշակերտները հնարավոր է նույնիսկ փոխեն իրենց որոշումը։ Մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները ծանոթանալու աշխարհում գտնվող ավելի քան 4000 մասնագիտությունների մասին։ Այսպես է ասել տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը։ Իսկ մանրամասները տեսանյութում։ Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնի այս տարվա բացումը կատարվեց մայիսի 27-ին։ Գլխավոր համակարգող Սուսաննա Մարտիրոսյանը հայտարարեց, որ 180 դիմողներից ընդամենը 62-ն են ընդունվել կրթական կենտրոն։ Ընտրել էինք թեստավորման միջոցով 78 աշակերտներ, բայց ավարտեցին 57 հոգի ընթացքում։ Իսկ այս տարի մեզ դիմել են 180 երեխաներ և թեստավորման ընթացքում անցել են 62 աշակերտներ։ Ուրեմն լուրջ մրցույթ եղավ, որ կարողանան երեխաները ավելի լուրջ մոտենալ այս խնդրին։ Ընդունված աշակերտները կենտրոնի հնարավորություններին կարողացան ծանոթանալ նրանց պաստառների և հատուկ ծրագրի միջոցով։ Կրթական կենտրոնի դասերը կսկսվեն հենց հուլիսի 1-ից երեխաների պաշտպանության օրվանից։ Դե իսկ դասի վերջում կենտրոնի սաները լուսանկարվեցին Սուսաննա Մարտիրոսյանի հետ։ Եվ այսպես, դպրոցական տարվա ավարտին աշակերտները հանձնում են իրենց դասագրքերը, որոնց մասին նրանք ասում են, որ եղել են դասագրքեր, որոնք օգտագործելը եղել է շատ դժվար, սակայն նրանք փորձել են ամեն կերպ նորոգել դրանք, որպեսզի իրենց հաջորդող աշակերտներին կարողանան փոխանցել օգտագործման համար համեմատաբար ավելի պիտանի դասագրքեր։ Այս մասին մեր պատրաստած ռեպորտաժում։ Դպրոցներում ուսումնական տարվա հետ մեկտեղ աշակերտները հանձնում են նաև դպրոցական դասագրքերը։ Այդ գործընթացը նախորդ շաբաթվանից մեկնարկված է։ Դպրոցական գրադարաններում այժմ աշակերտների պակաս չկա։ Պետք է ստուգել գրքերի քանակը և նաև գնահատել, թե ինչպես են աշակերտներն օգտագործել դրանք։ Աշակերտներն իրենք չեն դժգոհում գրքերից, ասում են, որ դրանք օգտագործման համար պիտանի են և հաճույքով են օգտագործում և խնավում դրանք։ Տարի գրքերը նորմալ վիճակում էին, մի քիչ ռուսերենի գիրքներ վատ վիճակում, մենք խնամեցինք այն, որպեսզի մեզնից հետո երեխաները ավելի լավ գրքերով սովորեն։ Իսկ այն հարցին, թե ինչով են տարբերվում հին և նոր գրքերը, աշակերտները պատասխանեցին։ Իմ կարծիքով նոր գրքերը ավելի լավն են, քանի որ ավելի կատարելագործված է, քան հինը։ Իմ կարծիքով հին ու նոր գրքերը տարբերվում են, քանի որ հին գրքերում տեղեկությունները ավելի ծավալուն են և ավելի լավ են հասունացնում մեր մտածելակերպը։ Անահիտ Բադալյան, մանկական լրատու։ Մենք շարունակում ենք ձեզ հայտնել այս շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները և նշում, որ այս շաբաթ մայիսի 27-ին Կապանի Արամ Խաչատյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի դաշնամուրային մենահամերգը, որը նվիրված էր կրթության քույր Վարսենիկ Մելիք Ստեփանյանի հիշատակին։ Երաժշտությունն ամբողջ մարդկությանը ծանոթ Մայրենի լեզուն է։ Այսպես է արտահայտվել երաժշտության մասին մեծը Նապոլեոն Բոնապարտը։ Կապանի Արամ Խաչատյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում մայիսի 27-ին տեղի ունեցավ դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի մենահամերգը։ Համերգը նվիրված էր կրթության քույր Վարսենիկին։ Նա հպարտությամբ է խոսում իր հորաքրոջ մասին և սիրով իր համերգային բոլոր կատարումները նվիրում նրան։ Հիշում է
Եղեռնի զոհվածներին, Եղեռնի զոհ գնացած հայերին, դժբախտ հայերին եւ այն մարդկանց, որոնք այդ ծանր դժվարին օրերին եղել են տուժածների, դժբախտների, գաղթականների, հիվանդների կողքին։ Այսօր իմ համերգը ես նվիրում եմ Վարսենիկ Մելիք Ստեփանյանի հիշատակին, քանի որ նա նույնպես հանդիսանում է այն նվիրյալ մարդկանցից մեկը, որը իր բարեկեցիկ կյանքը Պետերբուրգում թողել է եւ եկել է Երևան աշխատել որփուկների հիվանդանոցում, Եղեռնից մազապուրծ եղած որփուկների հիվանդանոցում եւ իր ամբողջ խնայողությունները, իր ուժը, իր նվիրվածությունը ամբողջովին տվել նրանց եւ այդ ընթացքում նա վարակվել է տիֆով ու մահացել իր վերջին խնայողությունը թողնելով գաղթական մի որփուկի եւ նրա կերպարը շատ արժեքավոր է բոլորիս համար, այն պետք է բոլորիս համար օրինակ ծառայի, որպես սխրագործ կնոջ։ Եվ բացի այն Վարսենիկը նվիրված լինելով հայ ժողովրդին, հայ ազգին, հայ որփուկներին, դժբախտներին, նա նաև շատ խելացի անձնավորություն էր, կրթված, ուսումնասիրել էր Նիկողայոս Ադոնցի մոտ հայագիտություն, հայոց պատմություն, նա նաև հրաշալի նկարում էր, դրվագում էր իր սեփական գծագրերով մետաղի վրա, ասեղնագործում էր, հրաշալի ձեռագործեր ունի, որոնք պահպանվում են Կապանի երկրագիտական թանգարանում։ Հնչեղ է եղել եւ միշտ խորհրդավոր է եղել նրա անունը, նրա մասին իմ մեծ պապիկների, պապայիս պատմությունները։ Եվ արդեն տարիների հետ, երբ հասունանում ես, գիտակցություն հասունանում է, արդեն գիտակցում ես ինչ արժեք են ներկայացրել իրենից եւ ինչպիսի կերպար է եղել։ Եվ այժմ իմ համար շատ կարևոր է այս համերգը նվիրել նրան եւ այդ միջոցով փոքր-ինչ նրան դարերի խորքից մոտեցնել մեզ։ Վարսենիկ Մելիք Ստեփանյանի նվիրված համերգային ծրագրում ընդգրկված էին հայ, ռուս եւ արևմտահայ կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություններ։ Անահիտ Բադալյան, մանկական լրատու։